Ցուլ համաստեղության ծնվածները բավականին գնահատում են այն մարդկանց ու նվիրված են այն մարդկանց, ովքեր իրենց նեղությանը հասնում են, հա։ Այսինքն կարող եք գիշերվա կեսին զանգահարել ցուլ հորոսկոպով խոսքի կապ չունի տղամարդը կին է եւ նա կարող է գիշերվա կեսին հասնել ձեր նեղությանը, որ ժամին ուզում է լինի քնած լինի, նա կարող է հասնել ձեր դժվար պահերին, որովհետև նրա համար ընկերը բավականին, ոչ բոլորի համար, բավականին շատ կարևոր է, նա սիրում է ինչ-որ մի բանով օգտակար լինել, նա սիրում է ինչ-որ բանով ձեր նեղությանը հասնել, հա, բայց շատ ժամանակ ցուլերին հենց դավաճանում են այն մարդիկ, ովքեր որ ում նա վստահում էր, ում համար նա շատ բան կարող էր անել, նեղության ընկեր, մանկության ընկեր, այս մասին է խոսքը, եւ կարելի է ասել նրանք շատ ցավոտ են դա տանում, համեմատած ուրեմն այծեղչուրին եւ էլի հողի տարերքը եւ համեմատած կույս համաստեղությանը ամենաստաբիլը ամինակայունը նշանը դա ցուլն է, բավականին որ կողքից նայում ենք, տեսնում ենք, ունեն շատ հանգիստ բնավորություն, բավականին կարող են լինել ներդաշնակ մարդկանց հետ, կան տեսակներ, հա, որոնք բավականին ագրեսիվ են եւ կան ինչ-որ տեսակներ ցուլերից, որոնք բավականին շատ ներդաշնակ են իրենց հարաբերություններում, սիրում են պլաններ դնել եւ կամանց, հա, կատարել իրենց, սա պլյուս, երբ որ դրական է էներգիան օգտագործվում եւ կամանց առանց որևէ տեղ շտապելու իրենց պլանները կատարել, կապը մոր հետ բավականին շատ խորն է, կարելի է ասել շատերի մոտ հնարավոր է փոքրուց կորցնում են իրենց հայրիկին, դա նրանց համար բավականին մեծ ցավ է եւ ամբողջ սիրում են հոգ տանել այն ինչ իրենց շուրջն է, հա, այն ինչ իրենք սիրում են եւ սիրում են կյանքի հաճույքները վայելել, հակում կա ցուրերի մոտ, քանի որ մի քիչ թամբալություն են, ալարկոտ են գերանալու, ինչպես սկզբից ասեցի, առողջության հետ կապված եւ այլ, այդ գերանալու պահով դուք կարող եք գնալ հանգիստ ինչ-որ սպորտաձև ընտրել, որովհետեւ խոյի նման չեք կարող ինչ-որ ակտիվ սպորտ, ձեզ համար ավելի ճիշտ կլինի հանգիստ սպորտ ընտրեք, որպեսզի հին էներգիան գնա ձեր մեջից եւ նորը գա եւ